Zangirasem Zangirasem Ողջույն բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են մոտակա մի քանի րոպեն անցկացնեն շատ ուրախ, շատ ճիշտ ալիքի վրա եք, որովհետև դուք դիտում եք Զանգիրասեմ, իսկ Զանգիրասեմում միշտ ուրախ է, այսօր մեզ մոտ մարդ է, ում մոտ սովորաբար գնում են, բայց այսօր նա է եկել մեզ մոտ, եւ նաեւ մենք որպես հայկական հեռուստատեսության եւ արդեն նաեւ YouTube-ի ամենաանշնորհք ինտելեկտուալ նախագիծ մտնելու ենք արդեն նրա հեռախոսի կոնտակտների մեջ, մեզ մոտ է լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը, Մհեր ջան, ողջույն։ Ողջույն Գրիգ ջան։ Ոնց ես։ Հա ծափարենք, այո, ծափանք մեր տրիբունան, բազմահազարանոց Մհեր ջան, քեզ ողջունում եմ։ Ողջույն Գրիգ ջան։ Ոնց ես քեզ զգում, որ դու չես բացում անում ինչ որ հաղորդման։ Չէ ֆիքսվել դրա վրա։ Ինձ թվում է նորմալ է, չէ։ Կոմպլեքսներ չկան կոդ։ Չէ, կոմպլեքսներ կան հաղորդման ֆորմատից, որովհետև գիտեմ փորփրելու եք։ Ես շատ տենց զանուդա մարդ եմ, սենց ասեմ, այդ առումով, բայց թե որ եկել եմ, ուրեմն վստահում եմ։ Ոնց է գործերը, Մհեր ջան։ Այս լացելու նոր ձև է, բայց շատ լավ։ Օ, թազա ձև է, լացելու ով դուք իմանաս ոնց են լացում, դու մարտով բազ ենքան ես տեսել ոնց են լացում։ Անկեղծ մեր դու իմ համար ամենա հետաքրքիր բանը արեցիր վերջին ժամանակահատվածում, որ որոշեցիր անձամբ մարդկանց հետ ինտերվյուներ անես, որ հասկանաս ում ընտրես։ Այդ շատ էքսկլյուզիվ բան է, էլի, ամեն մարդ չի կարող այդ ձևը, որ տակ ում ընտրեմ, ծրագրերը կարդամ, չէ, վիդեոներն եմ, չէ, կանչեմ լետներ մի 3 ժամ խոսամ հասկանամ։ Վարչապետին դեռ չեմ նկարել, թեև խոստացել են, որ ընտրություններից հետո նկարելու եմ, նենց որ չգնացի ընտրությունների։ Այդ պատճառով ցուցակը ամբողջական չէ։ Մեր ես գիտեմ, որ ամենադեպս իմ համար շատ հետաքրքիր ու դժվար ֆորմատ է մարդկանց հետ զրուցելը այն ձևի բաներից, որ այդ մարդուն առաջին հերթին հետաքրքրի, որովհետև օրինակի համար ես մարդ եմ, որ շատ հաճախ չեմ լինում ինչ որ ինտերվյուների, հարցազրույցների, որովհետև հիմնականում պետքա լինի նենց, որ այդ մարդկանց էլ այդ ամենը չէ, հետաքրքիր, որովհետև միայն հեռուստատիտողի համար չի, չէ։ Ոնց ես կարող մարդկանց նախ ուսումնասիրել այդքան շատ ժամանակ է, Հիմա լուրջ ժամանակ է, պետք լավ, ասենք ասեմ։ Այդ մարդուն ուսումնասիրելու համար, որ համ իր համար հետաքրքիր լինի, համ հեռուստատիտողի համար։ մոտավորապես 20 տարի։ Okay։ Ես մոտ 20 տարի գրեթե բոլորին գիտեմ, որովհետև այդ ոլորտում եմ աշխատում այդ ժամանակաշրջանից ու տարիների ընթացքում ինֆորմացիան կուտակվում է, ինքը տենց տեղ է գտնում քո գլխի մեջ ու երբ ճիշտ պահ է գալիս ընտրում ես հյուրիդ, այդ արխիվները սկսում ես փորփրել։ Բայց ես ասեմ ինչի է ինձ հետաքրքիր եւ երևի թե լավ ստացվում, որովհետև ես սիրում եմ հյուրին։ Կապ չունի ով է, ինչ է, ես այդ բանը իսկականից սիրում եմ իրան ու իմ համար կարևոր է։ Եթե նույնիսկ ինքը մարդասպան է, օրինակ վերջերս նման դեպք եղավ, որ մի արտիստ էր, ով մարդ էր սպանել, իմ հյուրն էր։ Նկարման ընթացքում թե որպես հյուր, չէ, նկարման ընթացքում չէ։ Ընթացքում դա սովա է։ Ու էլի ինձ հետաքրքիր այդ մարդը, ես այդ պահին հասկանում եմ, որ մարդը կատարել է մարդկության ու օրենքի առաջ ամենամեծ մեղքը, բայց մեկը ես կարեկցում եմ իրեն։ Մեր դու քեզ համարում ես հեռախոսի առումով փակ մարդ։ Հա։ Մարդ կա, որ գիտի քո գաղտնաբառը ու կարա Հա, ախպերս գիտի, մտնի դուրս գա։ Անին գիտի, Գորը գիտի ինգեներիցս, այդքան է երևում։ Ոնց ես ընտրում Ում ասեմ, պատահաբար ախպերս են։ Պատահաբար տենում Ախպերս, մի ախպերս երեխեքը բոլորը անգիր գիտեն։ Ահա։ Ու երկուսը հաստատ անգիր գիտեն, մեկը դեռ փոքր է իմանալու համար։ Ախպերս այնօր բաներ անում, ասացի, էսա, 6-9 Հիմա բոլորս գիտենք, հա ճիշտ եմ հասկանում։ Այո։ 6-9 Ու նայեք, մոտավորապես մի քանի ամսից հետո էլ երբ հաղորդումը եթեր հեռացակվի, կարաք ստուք եք որ նույնը չփոխել։ Գողացողը հագիստ կարա։ Մենք ունենալու ենք 5 հարց։ Մեզ բացարձակ չի հետաքրքրում հյուրը պատասխանը գիտի, թե չէ, որովհետև մեզ մոտ գալիս են
հիմնականում շոու բիզնեսից մարդիկ ու դրա համար մենք որոշեցինք, որ ինտելեկտուալ թևը ոնց որ չբարթենք շոու բիզնեսի մարդկանց վրա, այո, որտեղ չենք ունենա հյուր։ Հատկապես ամենաուժեղ կողմերից չէ։ Այո, դրա համար մեզ հետաքրքիր թե ում ես դու զանգարելու քո կոնտակտները ովքեր են մարդիկ, ովքեր քեզ օգնելու են, այսօր մարդիկ են լինելու, ովքեր քո աչքն են մտնելու, մարդիկ են լինելու, որ դառնան քեզ թշնամի, քո ընկերներից, հարազատներից։ Այսօր նաև դու parzum ես ով ես դու քո ընկերների համար։ Եթե ես հարցերի պատասխանը գիտեմ, կարամ իրանց հուշեմ։ Բան չի փոխում։ Չէ, այդ չես կարող։ Չէ, չես կարող։ Բայց դեմքս կերևա որ հիմնականում չգիտեմ։ Չէ, դու այդ մի տրամադրի, դու խաղա որ գիտես։ Դու խաղա որ գիտես։ Ամեն սխալ պատասխանը քեզանից կտանի 10 վայրկյան, ընդամենը 5 հարց։ Իսկ հաղթելու դեպքում Հաղթելու դեպքում ասում ենք վայ մայրը հաղթեց։ ու մրցանակ չկա դրա Կա բոլորի սերը եւ հարգանքը։ Հասկացա։ Դե մեր ջան, եթե դու պատրաստ ես, մենք ունենք գործընկեր, Վեդի Ալկոնա մեր գործընկերը, բայց մենք սա ուղակի պատճի մեր բոլոր հյուրերը, երևի թե սա արդեն 90 հաղորդում մոտավորապես եղած կլինի, բոլոր հյուրերը ասել են ինչ որ մի կենաց։ Ես սա կփոխանցեմ քեզ, սա կվերցնեմ ինձ մեր ջան։ Դու մտածի, իսկ ընդհանրապես եղել է առաջարկում էր ինչ որ կամ արդյոք գուցե ես չգիտեմ, կարող բացի վարում ես ինչ որ առիթներ։ 1000-ից 1 դա տեղի է ունենում։ Հիմա այս վերջին շրջանում, վերջին այդպես մի տարի ու կես 2 տարվա ընթացքում կարող եմ ինձ թույլ տալ դա չանել։ Առաջ անում էի Ամերիկայում ու ասեմ, որ այնքան էլ լավ չէր ստացվում։ Հարսուպես են լացում են։ Բաժանում են իրենց, գնում են քեզից մերս դի չասեիր մեր ջան։ Իմ էներգետիկան կապ չունի հարսանիքի հետ։ Ես իհարկե երևի թե պրոֆեսիոնալ եմ, երևի թե դա անում, բայց մեկ է, ես իմ ասածին չէի հավատում։ Նենց ուր մնաց հյուրերը հավատային իմ ասածին։ Բայց ինչ որ ուրիշ ֆորմատով էր վարում քո հաղորդմանը բնորոշ։ Չէ։ Կեսից դուրս եք գալի քայլում էի կարծոպես ու այդ ինչ որ փողոցում հյուրերին թողում էին քայլում էին։ Նենց հանդիսավոր էի վարում, ոնց որ ասենք Արքայազն Վիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքը լինեն։ Բայց իրականում ասենք օթում տենց կախված Անգլիայի թագուհու շունչներ էլի։ Լավ, դե մի հատ կենաց պետք է ասես մեր ջան։ Այսօր ամփոփվել է ընտրությունները հանրապետությունում։ Ուզում եմ բոլորիդ մաղթել, որ անկախ նրանից ում եք ընտրել քաղաքական ուժերից որևէ մեկին, ձեր ընտրության համար չփոշմանեք։ Էդի մաղթանք չէ, էդի պարտադրում ես ինչ որ բան։ Չանեք տես բան։ Դե եկեք խմենք ընտրությունների համար։ Ոնց հարսանիքա վարում է ձևել կենաց։ Որոշեք մերին կանչում եք թե չէ, իսկ մենք սկսում ենք զանգել։ Դա դժվար որևէ մեկը կանչի, բայց Մեր գործընկերն է Coffee Craft-ը։ Coffee Craft-ը աշխատում է միմիայն բարձրորակ սուրճով եւ առաջարկում է յուրահատուկ խմիչքներ, որտեղ ամեն բաժակ պատրաստվում է մեծ ուշադրությամբ եւ հոգատարությամբ։ Գիտեմ, մոռացել եք, կարող է ասում եք հասցեն նա հիշացրա։ Ասում եմ, էդ էլ իշքան հասցեկա։ Դավիթ անհախտ 8-7, Կասյան 1, Հյուսիսային պողոտա 8-5 ու շատ շուտով Սարյան Մոսկովյան խաչմերուկում։ Գնացեք այդ խաչմերուկ, սպասեք, հեսա գալիս են։ Եվ այսպես առաջին հարցը մեր ջան հնչում է այսպես, պետք է գտնենք մարդու, ով գիտի թե որ ֆուտբոլիստն է ամենաշատ հանդիպումներ անցկացրել աշխարհի առաջնություններում, պատմության մեջ։ Այս բայց սկսես բացում ես դու քո հեռախոսը։ Դու արդեն գիտես։ Իհարկե, ո՞նց էր։ 60-60, իհարկե։ Գնաց, եւ մի անգամից առաջին մարդը, որ առաջարկում եմ զանգենք, զանգարենք Ռաչ Աբրիլին։ Զանգենք։ Չգիտեմ ով։ Չգիտես ոնց կա։ Իհարկե մեր ոնց կա հեռախոսի մեջ լի Ռաչ Աբրիլ ու չիմանաս ով։ Դե աշխատանքի բերումով լիքը մարդկանց ենք հանդիպում, սեյվ ենք անում, գովազդատու կլինի երևի, չգիտեմ։ Okay, լավ։ Ասենք չգիտեմ, իրանց իրավաբան։ Իրավաբան, լավ, ուրեմն դե կարի փորձենք դու ընթացքում իդեպ ցանկացած պահի կարաս գտնես ում կարող ես անգել, ես օրինակ տեսնում եմ Պարս Լեոնիդ Ագուցին։ Զանգենք Լեոնիդ Ագուցին, ես առաջ անգամ եղավ մեր հաղորդման մեջ, որ Լեոնիդ Ագուցինը կար կոնտակտներում։ Ինտերվյու են կարել մի անգամ իր հետ։ Դու ես անցկացել ինտերվյու։ Բարի լույս հայերի շրջանակներում Լոս Անջելեսում Փանարմենյան հեռուստաալիքով։ Ինչ է մարդ, հա։ Սովորական ալարկոտ անգյալ։ Իսկ ճիշտ է որ իր կնոջ երգեր ինքն է երգում։ Այսինքն կնոջ երգ։ Տենց բան կա, չէ՞ հայտնի։ Որ ինչ որ տոն ես իջացնում, դառնում է կնոջ ձայնը։ Հա, չգիտեմ, այդ գիտեմ որ իրանց հարաբերությունները այդքան էլ հարթ չի, նենց այն ինչ որ երևում է, գիտեմ որ դա իրականում այդպես չի։ Դի նոր հաղորդում է։ Դիր։ Դա նոր էպիզոդ է։ Եվ հարաբերություններ ունի այլ երգչուհու հետ։ Մնա, բայց ով է։
Գոլսի իր մասնակիցներից մեկը նախկինում ու այդ համերգին հենց Ես մոռացեք ես հաղորդումը մի րոպե հələ։ Հələ այ շոու բիզնեսին չենք եկել սպասեք հələ։ Սա իմ մասին է բաներ ասել սպասեք։ Ահա։ Ոտենց։ Չէ, բայց պատմում էր, լավ էր պատմում, ստոպ եղավ։ Այդքանով ավարտվեց պատմությունը։ Լավ, մենք Արի զանգենք Նոա ֆուտբոլային թիմի տնօրենին, Աննա Օհանյանին, իմ մտերմագույն ընկերուհուն, ինքը ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտի։ Ֆուտբոլի մասին մտածում սա մեջ գիտի, օքեյ, ինչպես է գրանցված։ Գնա WhatsApp, Գնա WhatsApp։ այնտեղ գրված է WhatsApp-ել է թողում մտնեմ արդեն։ Աննա եւ Պաչիկի Սմայլիկ։ Աննա եւ սա։ Ահա։ Զանգ։ Զանգանում ենք Աննային, Բարսախոսի վրա հենց վերցեց մի րոպեն գնում է մեր ջան։ 1 րոպե ունես, որպեսի բարձես։ Նախ արդյոք վերցնում են քո զանգերին, թե չէ։ Կարանք հետո անջատենք եւ գրենք որ շտապ վերցնի։ Ահա։ Ինտերվյու որող է, ինչ ասում է, համաձայնում եմ։ Զոմբի ասրել է։ Դե որտեվ գիտես գալու ես մի օր։ Կողա եկել եմ։ Այստե հիմա Այս վերջի Հրաչի հյուր էի գնացել։ Ում Հրաչի մոտ, այո, հետաքրքիր Հրաչ անցավ։ Մուրադյանի մոտ էին գնացել, այո, շատ հետաքրքիր անցավ։ Շատ հետաքրքիր էր, համոզեց Հրաչ։ Ան, արագ գնաց մի րոպեն Գրիգի հաղորդման հյուրը հարց ունենք քեզ։ Որ ֆուտբոլիստն է ամենաշատ հանդիպումներ անցկացրել աշխարհի առաջնություններում։ Որ ֆուտբոլիստն ամենաշատ հանդիպումներն Անցկացրել աշխարհի առաջ։ ֆուտբոլիստ։ Ահա, դա երևի էլի որ հետ մահու չենք։ Իհարկե մտածել։ Դու ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտես, ասա։ Ես ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտեմ, ուղղակի պետք է մի հատ հասկանամ ինքը ներկա ֆուտբոլիստ է, թե պատմական ինչ-որ մեկն է։ Ռոնալդո, հա։ Երևի Մեսսին է 26-ին էլ խաղալու, կունենա ամենամեծ քեփը Մեսսի փորձի։ Մեսսի, հա։ Իսկ ինքը որտեղ է խաղում։ Լիոնել Մեսսի։ Ուրիշ բաներ ուզում ճշտե, արծի մեջ չկա լրագրողը, ուրիշ բաներ է ճշտում։ Շնորհակալություն։ Աննան պատասխանեց Լեոնել Մեսսի։ Ու ինչքան էլ կթվա որ դելավես հարցի մեջ ինչ-որ մեծ կեղտոտ բան կար Մեսսին դժվարն է, բայց Մեսսին է ճիշտ պատասխանը։ Լեո Մեսսին, Աննան քեզ օգնում է, ճիշտ էր պատասխանը, մհերը սենց շնչեց այս հարցը ու եկեք անցնենք երկրորդ փուլին։ Այս կողմը 5 րոպե տևի այսօրվա մեր էպիզոդը։ Zangi asem. Մեր գործընկերն է Da Vinci Sushi-ին, շատ թարմ, շատ համեղ ու շատ արագ։ Համառակումը համել ուտել է, նենց որ Da Vinci Sushi իքը 1000 տարբեր ինչ-որ խոսքերի փոխարեն։ Zangi asem. Եվ այսպես երկրորդ փուլին ասանք մեր ջան, իսկ երկրորդ փուլի հարցը ինչու՞մ է, այսպես պետք է գտնենք մարդ, ով գիտի թե որ երկրում են ամենաշատ կղզիները աշխարհագրությունից։ Մամաս աշխարհագրության դասատու է։ Բայց իրան չենք զանգի, որովհետև զբաղված կլինի։ Բացի բլոկը։ Բայց ես գիտեմ այդ հարցի պատասխանը, որքան էլ որ տարօրինակ կամ։ Խնդրում եմ դու պահես քո մեջ քո իմացած տարբերակները։ Նամանավանդ որ ես արդեն տեսնում եմ, որ պարզ օրինակի համար կարելի է զանգել Ալվարոին։ Զանգենք Ալվարոին։ Ով է Ալվարոն։ Նախկին հարևանս։ Նախկին հարևանը չդիմացավ, ա գնաց։ Տխուր ասում նախկին հարևանս։ Փորձենք զանգել ոչ թե այն մարդկանց, ովքեր գիտեն, այլ ոնց հետաքրքիր կլինի։ Չէ, ոնց հետաքրքիր կլինի հաղորդումը։ Հա, ոնց հետաքրքիր կլինի, այսինքն զանգենք շոու բիզնեսի ներկայացուցիչներին։ Եթե չգիտեն, ուրեմն կա շոու բիզնես։ Արի զանգենք Արմուշին։ Արմուշին, անverջ կտևի այս հաղորդումը։ Արմուշը ոնց է գրանցված։ Գրված է Արմուշ, բայց էլի WhatsApp-ով զանգի։ Էլի WhatsApp-ով։ Այո, րոպե չունեն էս լրագրողները։ Արմուշ հենց։ Այո։ Արմուշ 32, հա, այս ձև։ Քնինը։ Այս ժամանակ զանգանում ենք Արմուշին 32-ից։ Մեծ խնդրում եմ Արմուշին։ Ա գանձարա։ Ոնց է սկան։ Ոնց ենք բայն չենք գտնում։ Գրիգի հաղորդման հյուրը մի րոպեն գնաց, արագ հարց եմ տալիս, խնդրում եմ օգնես։ Որ երկրում են ամենաշատ կղզիները։ Աբան Խորվաթիա։ Սենց վստահ սխալ պատասխան աշխարհում չէր եղել։ Օրինակ կարող է ուրիշ երկիր է, մի հատ մտածիկ են։
Ապա խորվաթյան դες ագրեբան սախ կազիներ են։ Զագրեբ Իսկ ուրիշ։ Ամենաշատ լավ, արի ուրիշին կզանգենք, ապրես Արմուշ ջան։ Խորվաթյան չի, ապա խափում են խորվաթյան ա։ Պրոպնդում, հա։ Այնտեղ ապրող ամենաբանը միակ հայտնի մարդը իմ ընկերն է ու խոսքի ամենաշատ կազիներ են դեղա։ Պրոստը բաներ է, ֆոներ, հա։ Всё, բաչում եմ ապրես Ապա ժամանակը։ ամենահոմով սենդվիչն եմ կերել, ձև չին դե չլնի կղզիները շատ։ Ուրիշ ինֆոներ ասեց։ Դա չեսի լավ էր, մեկ արես։ Ամեն երկրորդ Արմուշի ամենահայտնի հայը ընկերն ասում ամենահայտնի հայը իմ ընկերն է։ Դե դե ամենահայտնի հայը Արմուշի ընկերն է, ուրեմն parza բոլոր ամենաշատ կղզիները Խորվաթիայում են։ Արմուշը պատասխանեց Խորվաթիա։ Դու Խորվաթիա կղզի չկա անկեղ։ Չէ, սխալ էր պատասխանը 10 վայրկյան տարավ 50 վայրկյան մեր ջան, ես առաջարկում եմ թող ես ընտրեմ էլի մարդկանց անունները։ Այերը շատ են, դրա համար այերը առաջարկում եմ մի քիչ անցնենք Արտուրի ընկեր։ Արտուր ինգեր ախորս ընկերն է, բայց անունը տնած չեմ սեյվ արել։ Ես անունը չեմ Դժվար ասել չէ ինչ։ մարդավարը միշտ տենց է իրան դիմում։ Աշոտին զանգենք սերիալ։ Կամ Աշոտ ուտելիք։ Պետք է սերիալի նկարանման ընթացքում ուտելիք բերող է։ Աշոտ ֆոտո վերցնել։ Վերցրել ես ֆոտոն։ Եթե չես վերցնել։ Շապուշ, տեքստեր եմ գրել։ Արի զանգեք Մարջիկին Ավետիսյան։ Ատամնաբուժ, անունը չի հետաքրքրեք ես։ Արևելք։ Ասա ցավում է զանգում է։ Ում զանգենք։ Մարջան Ավետիսյան։ Մարջան Ավետիսյանը գիտակ է, այո, Այո։ աշխարհագրությունից։ Ես կարծում եմ, որ հա կլինի։ Կրկին WhatsApp ենք մտնում։ Չէ, արի մտնենք մի հատ։ Արի մտնենք մի հատ mail։ Մի հատ ICQ-ս, Սեդնենց։ մի հատ հեսա Skype-ից parole հետ վերեմ։ Բայց վստահ եմ, որ Մարջանը գիտի, այսինքն է սացի Դե պատասխան։ կիմանա էլի Մարջիկը։ Տեսնենք։ Զանգում ենք Մարջան Ավետիսյանին։ 50 վայրկյանի դեպ մեր արդեն ունես Արմուշը եւ Խորվաթիայի ամենահայտնի հայ իր ընկերը։ Բարավ քեզանից 10 վայրկյան։ Ալո, Մարջ դու եթերում ես, արագ հարց եմ տալիս, Գրիգի հաղորդման հյուրն եմ։ Որ երկրում է ամենաշատ կղզիները։ երատի նորից ասա ինչ է։ Որ երկրում են ամենաշատ կղզիները։ Խորվաթիա։ Ու չգիտեմ, ես զրու եմ աշխարհագրությունից։ Սխալ հասցեով եմ զանգել լավ կյանքս։ Մի բան կա որ մտքովդ անցնում է երկիր։ Ո՞նց է չոք։ Всё լավ, Երկիր տասի գոնե։ ապրես պատշում։ Դա կարող է։ Դոնե։ Կարա լինի։ Բայց չէ։ Չէ, դժվար։ Պատշում եմ դավայ։ Լավ։ Այսի մոնտաժով պետք է երկպցնել, որ մեր դե Մարջանը զանգենք, Մարջանը շատ ուժեղ աշխարհագրությունից, ես աշխարհագրությունից 0 եմ։ Չգիտեմ, եմ մեր ջան։ Լավ։ Արմուշի ընկերն է դե Խորվաթիա էր ապրում։ 10 վայրկյան տարավ, դու ես մի քիչ գնամ էլի քո կոնտակտներով, որտեվ բն ենք ասել։ Բն ենք ասել, իսկ որ կորցեցինք բան գիտես։ Մայր Բաղդասյան քո համարն ես գրել։ Մեկ զանգում ես, ինչ որ հարցերով դիմում ես քեզ։ Ոյ դեպ քո այդ ինտերվյու չեսում անես, այդ հետաքրքիր բան կլինի։ Չէ, ինձ չի թվում որ տենց կարա Քեզ անկեղծ լինի։ ասես դու պատասխանես։ Ինձ թվում է որ անկեղծ չի լինի։ Չնայած վերջերս Ամալյան ոնց որ արել էր, անոնց տեսել է։ Ինքը իրեն։ Հա, տենց ինչ որ անոնց տեսել է, որ ինքը իրեն հարցեր էր տալիս։ Ո՞ր ես ասում։ Որ վերջացան հյուրերը, հա։ Չէ, Վերջացան Ամալեի։ ուղղակի լավ գաղափար է, նաև իր մոտ էր առաջացել։ Ատես, բայց Կամ կարող է, չգիտեմ, շատ խմած եմ եղել, ինձ տենց է թվացել։ կամ երկու անգամ ես նայ։ Ես գիտեմ ում զանգենք, Էրիկա Բախտագուշակ։ Դավայ Էրիկա Բախտագուշակ։ Օսկարի վերողսի մեջ լի Էրիկա Բախտագուշակ։ Երբ ես զանգելի, ինչ հարցով ես զանգում։ Մի հատ էլ նայենք ինչ երկրից է ինքը։ Էրիկան, Ամերիկայում իհարկե։ Լավ, արի զանգենք աղբորս։ Եղբայրը տեղյակա նման բաներից ինչ ես կարծում։ Դե հա, ինքնից լավ էր սովորում դպրոցում։ Ոնց է գրանցված։ Արտուր Արտուր WhatsApp-ով թե Viber-ով իրան զանգի։ անզանգի էլի ատը։ Տարբեր բաներ էփերա քաշում։ Իրան մատ Facebook-ով բան ուղարկի, friend request ուղարկի։ Facebook չունեմ, մի Թող 7-8 տարի է։ Facebook չունես։ 40 վայրկյան։ Գնաց։ Արտուր, Գրիգի հաղորդման հյուրն եմ, հիմա քեզ լսում եմ բարձրախոսով, արագ հարց ունեմ։ Որ երկրում են ամենաշատ կղզիները։ Մի վայրկյան մտածեմ։ Հաշվում է։ Որ երկրում են ամենաշատ կղզիները։
Մի վարքեմ մտնեմ Google մտածեմ։ Արտուր։ Ալո, Դանիա։ Դանիա։ Ես չեմ կարող ասեմ, ես կարող եմ ընդունեմ Okay, պատասխանը։ լավ, սպասի տենանք։ Okay. Okay։ Այսինքն ես պետքա որոշեմ։ Չէ, դու պետքա որոշես ու մեզ զանգում, բայց երբ որ ասում են տարբերակ, ես մենակ ընդունում եմ։ Այսինքն տարբերակներից որ մեկը ընտրեմ։ Դանիա է ասեմ մենակ։ Հիմա եթե որոշեմ, որ այդ պատասխանը որպես պատասխան տալիս եմ, էլ պետք չի զանգեմ որևէ մեկին։ Չէ, շկատնա այս բան, մեր փոխում ես խաղը, ճիշտ եմ հասկանում, հա։ Հիմա ասեք ինչ են կարող։ Այդ ով է ուզում դառնալ միլիոնատերն է, Դանիա պատասխանեց։ Սխալ է պատասխանը։ Այսինքն շարունակեմ զանգել։ Շարունակում է 30 վայրկյան մնաց երկրորդ հարցի համար։ Բայց ասեք, Դանիա չի, տես։ Տուրել էր։ Ես գիտեմ դու ախր շոու բիզնեսի արես, շոու բիզնեսի գաղտնիքների սունդուկ արա մետ դու էլի արես։ Սաղ կաստ է, ինչ կաստ է։ Գնաց, մի անգամից Վիգեն Չալդրանյան։ Ինքը Ամերիկայում պետք է որ լինի։ Դե չէ, ուրեմն զանգում ենք Լենա Խավիար։ Նա ընտրի։ Այդ երկու տարբերակից մեկն է։ Արաքսիա Ճամբար։ Գնում ես հա մեկ ճամբարներ ես գնում։ Չէ, փոքր ժամանակ էլ չեմ գնացել, ցավոք։ Լավ, սպասի մոտ մտածեմ, ում զանգենք, որ իմանա այս հարցի պատասխան։ Լավ, մամայի զանգենք։ Էդգար ֆոտո վերցնել։ Ինչքան ֆոտոներ դու չես վերցրել։ Instagram-ը ֆոտո վերցնել ինչ նշանակում, դա պարզ պետք է տային ինձ։ Դա ինչ է նշանակում։ Նկարներ են տպում ֆոտո վերցնել։ Զանգենք Ֆայնային։ Զանգենք Ֆայնային։ Ահա։ Մյուս տարբերակը էլիտա չվերցնելն է նայ։ Ընտրի։ Ինչ էլիտա։ Էլիտա չվերցնել։ Հայ ինչ որ մեկն է, որ զանգը պետք չի զանգել չի գրած, է։ չվերցնել։ Կարաս զանգես։ Այդ ու կսկսի ինքը զանգել չվերցնել։ Okay, զանգարում ենք ում։ Ֆայնը, էլի WhatsApp-ով։ Ֆայնը, էլի WhatsApp, ընդհանուր քո WhatsApp-ը եւ դու, ես մենակ են ուղիղ զանգերի մեջ, էլի։ WhatsApp-ով։ Ճիշտ էր, անճիշտ ես պատասխանել հարցին։ Բաներ անում, ասում ոչ դու զարմացեք։ Բայց մետա արմուշին ասա, էլի սխալ էր, արմուշ շատ սխալ էր։ 30 վայրկյան։ Աջան։ Կյանք հաղորդման հյուրը միկրոֆոնի վրա է, Սարակ, որ երկրում են ամենաշատ կղզիները։ Կյանք դու ինձ ինչ դաստրել։ Վստահությունն եմ ես ուզում հասկանալ։ Մի հատ լավ տրամը։ Բոլորին, բայց ուզում ես ավելի ինտելեկտուալ մեկին զանգի։ Դու շատ ինտելեկտուալ ես, մտածի մի հատ կյանք, որ երկրում են ամենաշատ կղզիները։ Ինչ որ րոպե ունեմ։ 30 վայրկյան ունես, որը արդեն 10 գնաց։ Որ երկրում են ամենաշատ։ Երկիր։ Հա, Где больше всего типа островов? դա։ Не знаю. Известные, что чьи-то Индонезия, Швеция, я чьи-то Гренландия, я не знаю. Գրենլանդիա։ Австралия считается? Գրենլանդիա պրոստը է։ Շատ տարբերակներ ասած։ Что մի բան Okay, ասեմ։ վերջ, ժամանակը վերջացավ, ժամանակը վերջացավ։ Շնորհակալություն։ Հիմա ինձ պետքա հասկանալ Գրենլանդիան աշխարհամասը, Ահա, բայց որպես այդպեսին երկիր է, թե չէ։ ոչ։ Չէ։ Որպես այդպեսին երկիր չի։ Այսինքն Գրենլանդիան չի կարա լինի։ Ճիշտ պատասխանը հանուն արդարության էլի հնչեց։ Արշիպելագ ինչ Չէ, որ հնչեց ճիշտ պատասխանը Ֆայնայի կողմից, եւ ես պետք է համարեմ, որովհետեւ ինքը շատ տարբերակներ ասեց, բայց մեկը ճիշտ էր։ Իսկ ճիշտ պատասխանը ասեց Շվեդիա։ Չգիտեմ, դա պատահաբար ասեց, թե ինչ որ տես հոսքի մեջ ասեց, բայց Ֆայնային շնորհակալություն կարելի հայտնել, մեր ջան, Ֆայնան պատասխանեց, ես չգիտեմ դու ինչ վստահությամբ զանգեցիր, իրանից ավելի վստահ եմ ճիշտ է պատասխանը։ զանգում եմ կյանքիս ամենաբարդ պահերին։ Ահա, միջեք միշտ մեր համար շատ բարդ պահ է, որ պետքա գուշակի, թե որ երկրում են ամենաշատ կղզիները։ Այսինքն ունենք երկու ճիշտ պատասխան, մի սխալ։ Չէ, փոխում ես կանոնները, սխալ ճիշտ չկա։ Հիմա կարևորն է 30 վայրկյան ունես, ասում ենք երրորդ փուլ։ Հա։ 5 փուլ է ընդհանուր, 30 վայրկյանով ասում ենք երրորդ Սկսեմ փուլ։ նայել ես հաղորդում։ Այո, նայի, որ հետո բան անես։ Հանրադառնաս մեր հաղորդման, ասես գրիգը բան։ Լավ։ Կհանդիպենք երրորդ Բայց ես փուլում։ լավ բաներ եմ ասել։ Մի վարքան մի անջատեք։ Մի անջատեք։ Բայց ես լավ բաներ եմ Որտե՞, ասել։ Ես ասել եմ այդ տղեն ինչ մեղք ունի։ Այդ որտե՞։ Օծի Բայց ինչ ա լեզվով։ եղել, որ Չես ամեն բան նայել։ ասած է։ Չէ, մի վար քեզ Չես պրոստ ասի։ Չէ, մի րոպե չես նայել դու այդ Չէ։ հանրահայտ օծի լեզվի թողարկում, որտեղ անդրադառնում է քո հաղորդմանը։ Այն որ մա TikTok-եր աղջիկեր եկե հարցը չէր կարում կարդալ։ Չէ։ Սպասի ցույց տամ քեզ։ Մի վարքյան, ես այդ պրոստ ասացի։ Չես նայել այդ։ Ասում եմ, Մի բայց գրիգի ամբողջ ինչ մեղ ունի, այդ հասկանանք, չէ՞, նշանակում որ մինչև այդ գրիգի վրա վատ բան ա եղել։ Մի ասա տես բան գրիգին։ Չէ, մի րոպե, դու Մի չես րոպե տեսել էլի։ այդ հաղորդումը։ Ես այդ հաղորդումն չեմ նայել, որը որ ես եմ վարում։
Հնարավոր չէ սոցի լեզուն Չէ, պես ասեմ ես չլինես։ իմն էլ չեմ նայել։ Լավ, սպասի դրա ոնց գտնեմ ես սոցի լեզուն, Գնում է սոցի լեզու գրիգ։ Դեմի հաղորդումներից էր 5-րդ։ Դեմի հաղորդումներից են։ Առաջի հաղորդումներից է տիցածում է գաղափարը։ Նա թողում բացեն գրիգի վրա մի երկու բան ասենք։ Չէ, բայց տեսած կլնես այդ, հիմա որ Նա նայես խնդրում եմ, մեծ ցույց տուր։ կանոր սա TikToker-ները ինձ cancel էին անում։ Այդ որ տենց բան ես ինձ ասե։ Քեզ չէ, TikToker-ին, Ախր ինձ լավ, ինձ տոշնի է իմ հետ։ իմ պահով հա։ Всё, ոնց բավ, մերկան, վատ ախպեր վատ բան ասել եք, ինձ մետալի ջոգինգ էլի։ Դե լավ, ամենալավ բաներից չի որ ասել եք, բայց կուզեմ նայես այդ ռեակցիա մի հատ ունենանք էլի, այդ Հա, դե թողել դիր։ YouTube-ում մնացած։ Ահա։ Դարավ սթրիմ փոխեց հաղորդումը, երթվում ուշ դարավեսի։ Լավ, ոչ չեմ գտնում այս հաղորդումը։ Խնդրում եմ քթեկել այդ հաղորդումը, արդեն լարվել եմ լուրջ։ Բայց հնարավոր չի տեսած չլեմ, Հաղորդման մեջ հաղորդում ալնել, հիմա դնել ենք նայենք։ լավ, ոբշեմ չկա, անցանք առաջ։ Լավ, վերջում կգտնենք մեր։ Վերջում կգտնենք։ Չկա այդ հաղորդումը, ջնջված է YouTube-ում։ Ես ջնջել եմ այդ։ Okay, մեր այդ վերջապես անցնում ենք երրորդ փուլը։ Զանգիրասեմ Մեր գործընկերն է OBD.am-ը, Think Car-ի եւ մի շարք այլ հանրային բրենդերի ներկայացուցիչը Հայաստանում ավտոտեղ սպասարկման համար դիագնոստիկ սարքավորումներ, գործիքներ, ամբարձիչներ կարող եք ձեռք բերել OBD.am կայքից կամ եթե չեք ուզում մտնել ինչ-որ կայք, մի անգամից կարող եք ուղղակի գնալ Ռուբինյանց 29 ու վերջ։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Զանգիրասեմ Դե ինչ մեր հետ մենք հասանք երրորդ փուլ, մեր ջան, երրորդ փուլը հարցը շատ հետաքրքիր հարց է, անկեղծ իմ սիրած հարցերից մեկն է։ Պետք է գտնես մարդ, ով կասի աշխարհի 7 նոր հրաշալիքներից գոնե 4-ը։ Կան նոր 7 հրաշալիքներ, եթե չեմ սխալվում 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է ճանաչել 7 նոր հրաշալիքներ աշխարհի։ Այ իդեպ Դենց սովորաբար մեր հյուրին չեն կարծում, այլ քո կարծիքով օրինակ կա ինչ-որ բան, որ մտածում ես որ դե հաստատ կլինի։ ChatGPT-ին։ ChatGPT-ին 2001 թվին ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավ մհեր։ Դες բավականին։ Խնդրում 10 հեռախոսդ։ Բայց չգիտեմ ում զանգելու։ Նոր հրաշալիքներից պետք է գտնես զանգես։ Ով կիմանա այս հարցի պատասխանը։ Ահա։ Էրիկ Վեգաս։ Զանգենք։ Երջանիկ կիսաբաց։ Դու կիսաբաց լուսամուտների հյուր ա եղել, երևի անունն էլ Երջանիկ է։ Բայց ինչ ես գրանցում ես կիսաբաց լուսամուտների հյուրերին։ Ես առաջ աշխատել եմ կիսաբաց լուսամուտներ։ Լուրջ ես ասում։ Ուրբաթ օրերը իմն էր։ Ոնց ուրբաթ օրերը կոմները ինչա։ Ուրբաթ օրվա եթերները իմն էր։ Այսինքն ինչ է քեզ էին նվիրում, ոնց է Ես էի անում ուրբաթ օրը։ Եղեք իմն է, սաղ ինչ կա։ Ես էի անում, հիմնականում շոու բիզնեսյաններ էր լինում եւ ուրբաթ օրը։ Լուրջ ես։ Արա, Չնայած Հրաչի Մուրադյան հիմա վստահ մոռացած կլինի, որովհետեւ ամենալավ բան ինքը սովորություն ունի մոռանալու։ Բայց պատմությունը չի լրում։ Ինտրիգներ է, հա, այս ամենաինտրիգային զանգիր ասեմն է։ Հրաչի Մուրադյան մոռանում է, հա։ Նա է։ Շետակիր բաներ է ստացում։ Իսկ օրինակի համար կարող է զանգարենք Արի զանգենք Նազենին։ մի վարքան էլի, բայց Ծինա ֆիգուրնի Ֆիգուրնի Կատանիևա։ կամ ացվորկա։ Երկու տարբերակ կա։ Ֆիգուրնի ացվորկա կա ու Նազենի Հովանեսյանը աշխարհի 7 հրաշալիքներից կարծում ես տեղակ կլինի։ Ինչով ենք Լավ, արի ավետին զանգենք։ Ավետին զանգենք։ Դավայ, արի գնանք Ավետը ասել է WhatsApp։ դե մեկը ես։ Այս ինչի համար Ավետը իրան էլ համարում։ Ինչի համար եմ ասում WhatsApp, որովհետեւ ամերիկյան համար է, դրա համար WhatsApp-ով ավելի հեշտ։ 100% ու լուրջ են ընդունում ավելի էլի, որ ցած Ամերիկայի համարից է զանգում, հասկանում են որ շուտ 30 վայրկյան ունես Ավետ Բարսեղյանին զանգալու համար։ Ամոս։ Ավջան, պրիվետ, ոնց ես կյանք, դու եթերում ես, արագ հարց, Գրիգի հաղորդման հյուրն եմ։ Պետք է օգնես։ Հաղորդման յուղը։ Այո, ժամանակը գնաց։ Գնաց։ Զանգիր ասեմն է, որ մարդիկ հարցեր են հետաքրքիր տալիս, պետք է դուք գուշակեք։ Ասեք աշխարհի նոր 7 հրաշալիքներից գոնե 4-ը։ Քեոպսի աշխարհի նոր։ Նոր 2001-ից հետո նոր ցուցակ 2001-ից բանը բուժել Խալիֆան։ Բան, Կարալինի հաստատ։ բուժել Խալիֆայից հետո ինչ էի սարքել աշխարհում считается 8-м чудо света
Ստուացին Google նեին ասում տենց հները նշեմ էլի հները մենք Փոխեց էլ տաղը։ գիտենք լավ բայց քանի որ դու Ավետ Բարսեղյանն ես մեծն եւ բոլորիս կողմից շատ սիրված ես վստահ եմ Գրիգը եւ իր թիմը հիմա բացառություն կանեն Ինքը 4 հաշվեք երեխեք Չէ, մի վայրկյան։ Էլ ինչ է Ոչ։ սարքել մի վայրկյան Կան աշխարհում է պետք նայել բանը եվրոպեյսկի դաշտում սպասեք երկրորդն էլ ասեմ 4 հաշվեք ես ասա կյանքս դու կարաս դա Սպասից հավտանեմ Չէ, գնում է երկրներով նայում, հա։ Չեմ հիշի, տենց մի անգամ ինձ Բուրժ Խալիֆան, այնտեղ բայց դուբայում էլի բաներ կային համարվում էին աշխարհի 8-րդ ցերաշարիկ Ճապոնիա մի հատ ձև կար մեծ Սարքեզի դամատինգա Իտալիայի մեծ լավ վերխտես է։ Բանը Մեհեր Բաղդասարյանն է համարվում Ահա, մի հատ դու էլ ասա Ավետ Բարսեղյանը կմնա մի հատ։ Մենք Էդ էլ 3 եւ Ավոս Բարսեղյան Խալիֆան, ես, Մեհերը ու Գրիգին է հաշվել ինքը խայ Всё, գնաց գիտես որն ամենաժողովը որ 4-ն է չկան։ Դա անգամ Բուրջ Խալիֆան։ Բայց լավ ուրախացան։ զանգեմ այն Ահա, ում զանգի, ես հետո քիչ բան անում։ կյանք Այս թոզը բան անում։ Այս հարցով էլ Հա Այս հարցով Ով է այս հարցով շոու բիզնեսում, ավ։ շոու բիզնեսով այս հարցով ուզում եմ Նազոյին զանգեմ բայց վախում եմ կարող է դրել Նազնել է, սա վտան, նախ այսօր պետք չի զանգել Նազոյին Իշխացնեմ որ սար ընտրություններից հա ես ոնց չէի մտածել ոնց չէի մտածել հին աշխարհինը կիմանա Նազո հաշվեցինք հրաշալի այդտեղ է սխալը Բան իդիոտն է ասում, հա։ Գրիգին ջնջեք Պաչում եմ ավ Պաչում եմ սա Давай пока կյանք Այ, մայր։ Մնաց Այն 25 որ վայրկյան հիշում ես, ես չէ, նախ 20 պետք է մնար, բայց հիշում ես, որ դպրոցում ասում էին մտքի համար 5, ուղղագրության համար 2 է։ եւ վարքի համար սովորաբար Որա օֆետին անկեղծ մտքի համար ես լուրջ ուզում եմ առաջի անգամ այս ձևի բանենք ճիշտ համարենք։ Ճիշտ համարենք ջանդամ թե լրիվ սխալ է։ բայց ասա իմանանք որոնք ինչ Ահա, իրականները ես հիմա կասեմ, նախ Կոլիզեը աշխարհի նոր 7 հրաշալիքների մեջ մտնում է։ Մտնում է նոր հրաշալիքների մեջ չինական պատը։ Նոր հրաշալիքների մեջ մտնում է Պերույու Միչու Պիկչուն, կիմանաս։ Մաչու Պիկչուն կներես։ Հիսուսի արձանը, սպասի։ Բանը, այն Մեքսիկայինը, Մեքսիկայինի անունը մոռացա։ Հա, անունը մոռացա։ Այ կարտալ չգիտես, Всё, չի ուշում։ Всё, ջոկ չի։ Բայց ինքը իմացավ ինչի մասին է խոսքը, ոչ քո ուշելով, всё։ Հա։ Ու էլի կար երկու հատ բան։ Բայց չեմ հիշում։ Արա Պետրան, Հորդանանի Պետրան, ճիշտ է, ու Պետրան։ Ու մի հատ է կա։ Թաջ Մահալ։ Ասացին։ Գզեց։ Չէ, բայց իրականում գիտեիր գոնե մի 4։ Երկանում գիտեի, մի 4 հատը գիտեի։ Կա որ մտածեիր, հա, սարեք ասեիր, օքեյ։ Ա, չգիտեի անկեղծ ուժեղը։ Մի հատ հարց դու տունը լավ է ես։ Չէ, մի վարքան, Լավ է միջև այս հաղորդում վարելն էիր հետաքրքրում տենց ինտելեկտուալ թեմաներով, Չէ, թե օրինակ այս process-ը։ Չէ, այս ինֆորմացիան գիտեի։ Այս միշտ աշխարհի նոր 7 հրաշալիքներին աշխատան, բայց չթողնա։ Դե ինչ, Ավետ Բարսեղյանի պատասխանը սխալ ճիշտ էր։ Մենք ասենք 4-րդ փուլ 30 վայրկյանով մեր ջան ասում ենք 4-րդ փուլ։ Զանգի ասեմ Ես մի բան եմ նկատել, ամենահետաքրքիր պատմությունները սկսում են կամ լսի մի բան քեզ պատմեմով, կամ մի բաժակ գինու շուրջ։ Այ հենց այդ երկրորդ տարբերակի համար էլ կա զանգ ու գինի։ Զանգի ասեմ Հասանք 4-րդ փուլին, մեզ մոտ ավանդույթ կա 4-րդ փուլը միշտ երաժշտական հարց է։ Երկե պետք չի որ մենք երգենք, բայց հարցը հնչում է այսպես։ Ուրեմն պետք է գտնես մարդ, ով կշարունակի Արտաշ Ասատրյանի երգը։ Իսկ երգը հնչում է այսպես. Աղջիկ լինի տերն եմ ես, տղա լինի հերն եմ ես։ Գիտես այս երգը։ Չէ։ Օրինակ ինչ կլինի ըստ քո պատկերացում շարունակություն։ Մի հատ նորից ասա, էլի կախել։ Մի վարքյան, աղջիկ լինի տերն եմ ես, տղա լինի հերն եմ ես։ Ինչ կլինի։ Ջան բալես։ Էդի եղել է, դի միքսում ես երգերը։ Ես իրանից մի հատ երգ գիտեմ, Արտաշ Ասատրյանի։ Չէ, Զուրնաչիները շատ եմ սիրում այդ երգը իրականում։ Չեք լսել։ Կատարի էլի այդ։ Ես վատ եմ Բյոշո սլուխից, բայց Զուրնաչիները լավ երգ է։
Գրիգ օգնություններ, հուսով եմ էս իմ համարը չի։ Հարցի ինչ է, հա։ Եկեք զանգենք Գորին Գասոյային։ Ռեգետոն рэպեր երգիչ է, իմ մախբերն է, իմ ընկերն է, եկեք զանգենք իրան։ Ինքը տենց երգեր սիրում է, կարող է իմանա։ Ահա, շատ լավ է։ Ոնց է գրանցված։ Արի գնանք ստեղ։ Ահա, մտավ բանով է զանգում արդեն, գիտեք։ Պրոստը մտնում է բան, կամերայով է զանգում։ Բոլոր ծրագրերը սոր օգտագործում է։ 30 վայրկյան։ Ախպեր, մեր ախպեր։ Գոր, մի հատ արագ դու եթերում ես, հիմա քեզ լսում են, Գրիգի հաղորդման հյուրն եմ, արագ հարց եմ տալի, պետք է 30 վայրկյանում պատասխանել։ Ասա ախպեր։ Արտաշ Ասատյանի երգնա պիտի շարունակենք։ Աղջիկ լինի տերեմ ես, տղա լինի հերեմ ես։ Դի չեմ կարա շարունակեմ ախպեր, ես Արտաշ Ասատյան Արամից հարց չկա, շարունակեմ։ Լավ, մտած ինչ կարա լիներ։ Ինչ կարա լիներ։ 10 վայրկյան։ 10 վայրկյան գնաց արագ, մի բան ասա։ Աղջիկ լինի տերն եմ ես, տղա լինի հերն եմ ես։ Ջան բալես։ Չգիտեմ։ Դու մամոզ է։ Վերջ։ Այսի ավետ իմ չի զանգե իրան։ Արա, չգիտեմ ախպեր, ինձ կներ ես մայ։ Դավայ։ Դա կապում է շատ զանգ։ Այդ երկուսի հերն եմ ես։ Գնաց դավայ։ Եթե զույգ ծվի փաս եմ ես։ Կամ թեմայի մեջ։ Տերն եմ ես, տղա լինի։ Սամվայրկյան մեր։ Երբ որ քիչ ամնում ժամանակը ես ուզում եմ հիշեցնեմ, որ մենք ունենք մեկ սուպեր օգնության նա։ Արի զանգենք Արտաշ Ասատյանի որդում։ Բա եթե այդ տարբերակը կար։ Նոր մտածես։ Ինչ են հրաշալիքները զանգեցինք ավետ։ Նոր մտածես։ Ինձ միշտ թվացել է, որ այս հումորները սցենարով է լինում, որ սենց ծուր հումորը, բայց այդ вообще ընդհանրապես Ահա։ ամենակարևոր բանն է արագ արձագանքը։ Ըհը։ Ինձ թվում է էկրանի մարդու համար։ Ու շտապօգնության բժիշկների։ Չէ, հարգանքներս որ կարում ես։ Շնորհակալություն մեր ջան, շնորհակալություն։ Զանգենք Գրիշա Ասատրյանին, ճիշտ եմ հասկանում։ Գնացինք, եթե կվերցի դրա։ Բայց համաձայն է, չէ՞ թե Գրիշա Ասատրյանը, չգիտեմ, ընտանեկան սկանդալ է։ Ստուբակ իմանա, ոնց էլ չլինի։ Պոպոյի երգերը։ Մի րոպե, Մի Գրիշա րոպե։ Ասատրյան։ Գրիշա Ասատրյան, չկա Գրիշա Ասատրյանի, Գրիշ Կար համար, գրացել ունեմ, մի րոպե, ինչ որ մի ձև։ Լավ, արի Շմեր զանգենք։ ջան, ես չեմ լսում, ես Sting Ming եմ լսում, տես մամա։ Արի զանգենք Նարեկին, Նարեկովա։ Տաթև Ասատրյանի ամուսինը եւ պրոդյուսերը։ 20 վայրկյանում որ պատասխանի Նարեկը այս հարցին։ 20 վայրկյանը գնաց, Նարեկը ունի 20 վայրկյան։ Նարեկը համերգի է երևի։ Ելույթ են երևի։ Ով կարա իմանա։ Երկչի Նանային եկեք զանգենք։ Երկչույն Նանային։ Ուր է Նանան, вообще։ Ես մի տարի առաջ երևի հարցազրույց եմ արել իր հետ, լիքը կլիպեր է անում։ Լուրջ, շատ լավ է։ Մի հատ երկունի ես շատ եմ սիրում Նանանեյը։ Նանանեի։ Ահա։ Ինքն էլ չի պատասխանում։ Ով կա որ այս ոլորտին մոտ է։ Արտաշ Ասատրյան ով է սիրում։ Արտաշ Ասատրյանին հենց կարելի է զանգել։ Zangirasem. Մենք հիմա գտնվում ենք Spin Production-ում, որը քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Շարունակում են այստեղ զարգանալ ու արդեն ունեն 20-ից ավելի տաղավար, ներսի, դրսի, տարատեսակ, հագեցած տեխնիկա ձեր նկարումները ապահովելու համար։ Արդեն Հայաստանում մոնետիզացիան պաշտոնապես կա, հնարավոր է ել ավելի շատ գումար աշխատել ու հենց այստեղ են այն մասնագետները, ովքեր ձեզ օգնելու են այդ հարցում։ Պրոֆեսիոնալ YouTube մարքեթինգի ու պրոդյուսինգի մասնագետներ։ Զանգեք այս հեռախոսահամարով, իրենք ամեն ինչ կկազմակերպեն։ Իդեպ այս հաղորդումն էլ իրենք են կազմակերպում ու տեսեք ինչ տավ են իրաց բա արել։ Այս ձեռքից կրակը իրենք դրեցին նոր։ Այսօր դարավ վագր։ Դժվարացնում եմ, բայց անում են, նայ, կեվեջները չի։ Zangirasem. Նայ, միշտ մի հատ պահ կա, դու իմացի, որ սենց օգնություն ունես, որ մի հատ հարցի համար ես քեզ մի րոպե ժամանակ պետք է տամ։ Մի հատ հարց դու պետք է ընտրես երբ, բայց այս թղթերից մեկը ընտրում ես։ Տակը ինչ բառ գրածնի, ես երբ ցույց տամ այդ մարդու հետ խոսած այդ բառը պետք է օգտագործես կամ բառակապակցություն, չգիտենք ինչ է գրած։ Հենց նեղը գնես, այդ իմացի կա։ Իմացիս ես։ Ով կա Ռաբիզ երաժշտություն լսող։ Ես մտնում քո Ռաբիզ պապկեն էլի, խնդրում եմ, այդ ուրա Ռաբիզ։ Օրինակի համար քնած է որ զարգենք։
Իլոնա հոկեբան։ Իրա մոտից եմ գալիս։ Բայց երևում է որ հոկեբանի կարիք ես ունեցել, որտեվ հոկեբանը գրես հոկվբան, շատ ներվային ա եղել, շատ արագ ուզեց է գնաց։ Մի հատ փոխի էլի հիշամ։ Նարեկն է զանգում քեզ։ Կարաս վերցնես։ Հենց վերցնում ես, բայց գնում է ժամանակը։ Նարջան, Ահա, քեզ լսում են հիմա, դու ուղիղ եթերում ես, հարցի պատասխան Եթե մի քիչ տաքացար, ոդկա Գրիգի հաղորդման հյուրն եմ։ Հələ ժամանակը չի գնում, բայց մի հատ շատ կարևոր հարց է, որի պատասխանը պրոֆեսորս ինձ գտնենք։ Գնաց։ Արտաշ Ասատրյանի երգերից մեկն է, Գրիշին է ուզում զանգել, չկար։ Պետքա շարունակենք միտքը։ Աղջիկ լինեի տերն եմ ես, տղա լինի հերն եմ ես։ Աղջիկ լինի տերն եմ ես, տղա լինի հերն եմ ես։ Ոնց է շարունակությունը։ Սելեմ վերջին միշում։ Լսել ես պաստորեն դու։ Լսել եմ վերջին միշում։ Դե լավ, ինչ կլինի մոտավորապես մի հատ կոմերցիոն պատասխան ասամ ես։ Աղջիկ լինի տերն եմ ես, տղա լինի հերն եմ ես։ Դե մերն եմ ես չի լինի։ մերն եմ ես։ Շարունակություն։ Ախ, ես ինչ լավն ես բալես։ Գրիշի համար ուղարկի ես զանգեմ, էլի չունեի համարը։ Ահա։ Կարա սկզբից համարը մերակուսեի։ Հանգիստ 10 վայրկյան է տարավ, բայց քեզանից։ Բայց ես առաջարկում եմ արդեն այն մի րոպեն օգտագործելով զանգես։ Հա մյուսը տենց Գրիշին, հա։ Դու չգիտեմ, կամ նայ, դու որոշի։ Եթե 10 վայրկյանում կհասցնես, Արդեն Գրիշի մոտ տարօրինակ տպավորություն է թողելու, որ ես զանգում եմ իրան։ Հետո երկրորդը ես հարցով եմ զանգում։ Երրորդը որ այդ անընդհատ բարերը ասում ես, որ օրինակ համար ես չեմ սիրում քեզ։ Չգիտեմ ինչ կարաս դգրասնի։ Okay, ուրեմն քանի վայրկյան մենք ունենք։ 10 տարավ մեր ջան։ Բայց 10 calling-ը վայրկյան։ գրում ringing, հա գրանց ringing։ Ֆիքսում ենք, չէ՞, եթե չի պատժում կրվում ես։ Եթե շիշ սիմվոլիկ կլինի, չէ՞, որ Արտաշասը տնի։ Չի մեկալում հեռախոսը։ Գիտես ինչ չես գտեմ մեր չվերցնել է։ Հա պատկերացրի կանոն։ Ալո։ Գրիշ ջան, պրիվետ մհերնա, Գրիգի հաղորդման հյուր եմ, միկրոֆոնի վրա եմ, հիմա քեզ լսում են, 10 վայրկյան ունենք պատասխանի համար, խնդրում եմ օգնես։ Պապայի երգերից մեկն է, պիտի միտքը շարունակենք։ Աղջիկ լինի տերեմ ես, տղա լինի հերեմ ես։ Երկու գույնից ընտրենք մի գույն, կապույտ թե վարդագույն։ Դզեց։ Всё։ Ապրես Գրիշ։ Խնդրեմ ինչի Մերսի։ համար ձեզ բարի եթեր։ Ապրես Գրիշ ջան, կապի մեջ առայժ։ Դավայ։ Բայց դες ինչ ուրախացավ, ինչ ուրախ էր պատասխանում։ Պետք է հիշես ոնց էր, որ դու ուզում էիր տարբերակ գտնել, դες ինչ ուրիշ բան է տեղ ունենում։ Չեմ հիշում ինչ էր պատասխանը։ Երկու գույնից ընտրենք մի գույն, կապույտ թե վարդագույն, գենդեր փարթու երկ։ Փարթու։ Հա, Նոր էլի հոլովում էր։ Գենդեր քարտին է։ Ճիշտ է պատասխանը։ Եկեք ծափարենք, այո, Գրիշը Ասատրյանը ճիշտ գուշակեց ընտանեկան կատարումը եւ մենք ասում ենք 5-րդ փուլ մեր ունի 10 վայրկյան եւ լիքը հարցեր։ Զանգիասեմ Մեր գործընկերն է Թումոիլը։ Թումոիլը Հայաստանում առաջիններից է, որը միավորում է բարձրորակ վառելիքի տեսակները, ապահովելով վարորդների լիարժեք հարմարավետությունը մեկ վայրում։ Յուրաքանչյուր լիցքավորում այստեղ հիմնված է որակի, անվտանգության եւ վստահության վրա, երաշխավորելով մեքենայի կայուն եւ հուսալի աշխատանքը։ Թումոիլը ներկրում է բարձրորակ վառելիք միայն Ռուսաստանի Դաշնությունից։ Ժամանակակից սպասարկում, վերահսկվող որակ եւ վստահություն յուրաքանչյուր այցին։ Սա է Թումոիլի մոտեցումը։ Թումոիլ վստահ ճանապարհի ընտրություն։ Զանգիասեմ Շատ խնդալ է, բայց տեսա բայց ինչ ուրախ պատասխանեց։ Երկու Բայց գույնից ինքը կստացի հիմա գրվում է էսի։ չգիտեմ։ Ինքը իրանց ցեղի միակ տաղանդավոր մարդն է։ Գրվեց ուրեմն։ Նու Արամից հետո։ Անոս գնաց։ Արամից հետո էլի իհարկե։ 100% ու Արտաշից հետո ու նավսեկի ստրախով կգացարի։ Չէ, Արամ Ասատրյանից հետո, լավ էսի կարակ դնեք այս մասը, Արամ Ասատրյանից հետո ինձ թվում է իրենց ազգանունը կրող ընտանիքից ամենատաղանդավոր մարդը Գրիշն է։ Որդիներից ավելի տաղանդավոր ըստ իս։ Բայց իրենց ընտանիքում
Դա Ոչ թե այդքան Հազրանը, որտեվ այդ շատ մարդու Հա, է չէ, գտնում։ Տաթև Ասատրյանի կողմել է գնում։ Ասատրյանը ֆենոմեն։ Դա Ասատրյանը որ ասում լիքը մարդու։ Նկատի ունի իրենց ընտանիքում։ Okay, մեր ջան, հիշենք որ Իմ կարծիքով, իմ համեստ կարծիքով։ Այո, ու այդքան է համեստ չէր կարծիքը ամեն դեպքում։ Եվ այսպես 5-րդ փուլին ասանք, մեր ջան, իսկ 5-րդ փուլի հարցը հնչում է այսպես. որ խաղի գլխավոր հերոսն է Ստիվը։ Գեյմեր համարում ես դու քեզ։ Չէ, вообще չեմ համարում։ Վերջ անգամ էպես խաղ խաղացել եք։ PlayStation-ով, համակարգչով, հեռախոսով։ Չեմ կարա հիշեմ։ Ո՞վ է խաղերից լավ։ Վերջանք մեր հերոսը հավաքում ենք 60 շատ բոլորս գիտենք։ Եվ տեսնենք ինչ Ով է կոնտակտներ կա։ խաղերի հետ կապ ունեցող մարդ։ Ախպորս տղա։ Զարա Բաբայան։ Լավ։ Լավ ով կա, որ սթրիմերներից ով կա, համարը տվեք զանգեմ։ Սթրիմերներից Համարը տվեք զանգեմ։ օրինակ Անծանոթ մեկի։ ես սթրիմերներից Նորություն։ գիտեմ Saint Hov-ին մենակ։ Saint Hov-ին, հն համարը կարանք ունենանք, կա ինչ-որ մեկը։ Saint Hov-ի համարն է, արդեն ուրիշ բան անում, փոխում։ Համար կարանք ունենանք։ Բայց դու 10 վայրկյանում կասնես ներկա։ Խոսա 10 վայրկյան է մնացել։ 10 վայրկյան կամ մի րոպե։ Մի րոպե ենք վերցնում, զանգում ենք Saint Hov-ին։ Saint Hov-ին ենք զանգում։ Մենք խնդրում եմ Saint Hov-ի համարը եթերից դուրս։ Մի հատ Saint Hov-ի համարը մենք արդեն տրամադրեցինք մայրին։ Մեր ջան, ստեղից ինչ որ մեկը պետք է ընտրես։ Մեջտեղին է։ Մեջտեղին է, ահա։ Ընթացքում ես երբ ցույց տամ ինձ պետք է ուշադրի նայես։ Պետք է ընթացքում ասես օծի լեզու ունեմ, է։ Շատ բան։ Այսինքն քանի անգամ պետք է ասե։ Ես երբ ցույց տամ։ Իսկ ես շատ եմ ցույց տալու մայր հետ իմացի։ Գողնա ամենասկզբից բան չանես, հասկանանք ինչա, նոր գնաց Բայց լավ օպշն։ դե եթե լնումա հաղթում ես։ Ունենք մի րոպե։ Ահա։ Ալո։ Հովջան, պրիվետ, Մհերնա Բաղդասարյան հաղորդավար, ոնց ես։ Բարև, մեր ջան, լավ դու ոնց ես։ Հովջան, մենք իրար չենք ճանաչում, բայց քեզ մի հատ հարցով եմ զանգել, պետք է ինձ օգնես։ Լսում եմ։ Գրիգի հաղորդման հյուրն եմ ու հարցը ու օծի լեզու ունեմ, իդեպ։ Այո։ Եվ պետք է հիմա մի հատ հարցի օգնես ինձ պատասխանենք, լրիվ քո ոլորտն է։ Այս վարկանները գնում է, շուտ է։ Մի րոպե Պրոֆեսիոնալ մասնակից է, օծի լեզու ունեմ, բայց ես չէ։ Բայց դու չպատասխանեցիր հարցից, օծի լեզու ունեմ, չէ։ Այո։ Էդ էր հարցը։ Չէ, հարցը չէ, հարցը։ Գնաց, որ խաղի գլխավոր հերոսն է Ստիվը։ Ստիվը։ Հա, Ստիվ։ Ստիվ։ Չես կարա դու չիմանալ, դու ամենայն հայոց սթրիմերն ես, ոնց ու ես էլ օծի լեզու ունեմ։ Սա Ստիվը հիշում ես, որ խաղի հերոսն է։ Ապա քեզ ենք զանգեմ, ենք չենք զանգել։ Չէ, Ստիվ։ Դե վերջի 5 բան եմ անցել եւ էսի 5-րդն է։ Դրակոնի level-ն է։ Դրակոնի level։ Լավ, ասենք The Last of Us, Չէ, ասենքով չի, լավ մտածի, Հով։ Ես չեմ հիշում Ստիվ։ Հով, տենց կուբիկներով խաղա, կուբիկներով։ Հա, Minecraft։ Հա, չէ։ Չէ, խափում է հաստատ, բայց Չի խափում է։ Արա չի խափում է։ Արա չի խափում է։ Minecraft, լավ։ Minecraft։ Չի խափում, արա չի խափում, ովո։ Ահա, всё։ Արա ես ուզենամ քեզ օգնեմ դու բան անես։ Որա կարայի զանգեի ախպորս տող ասես։ Ջնջի ովոյ համար, հա։ Հովջան ապրես շատ, իհարկե շատ տարօրինակ ձևով ծանոթացանք, բայց առիթներ դեռ կլինեն։ Բայց ես օծի լեզու ունեմ 100%։ Այդ են վերջի հնարավորությունն է, որ պետք է անընդհատ նույն բառը ասես։ Այո։ Դա ակած գիտի արասան։ Նայում ես, հա, Գրիգի հաղորդումը։ Եղել է, հովոն։ Եղել է զանգվել են իրան շատ են զանգում։ Դե կապի մեջ առայժմ, մերսի շատ օգնության համար։ Ստեսություն։ Մեր բայց տարի ֆիքսենք, որ ամենայն հայոց գեյմերը, այո, իմ օգնությունից հետո մեկ ասում է չէ ու չէ։ Ներվային Շնորհակալություն։ Ես Saint Greg-ն եմ ես արդեն վերցնում եմ այդ արդեն ովոյից։ Դե ինչ մեր ջան, ես ինչ ասեմ։ Ճիշտ տարի համար ենք պատասխանը, որովհետև դա ճիշտ էր։ Մերին ծափարենք մեր բարի դրացիական խաղում ոնց որ հաղթանակ տոնելու կապակցությամբ մեր տես ես ամեն ինչ արեցի որ թեթև լինի։ Հա, ես զգացի է։ Թեթև էր, չէ։ Դա փոխադարձ կլինի վստահաբար։
Բայց մի հատ որ գտնենք այդ հաղորդում այդ որ վատ բաներ եք ասում ինձ։ Այդ ցույց կտան։ Ես քեզ վատ բաներ չեմ ասում։ Դու տոշ, всё, ուրեմն մերը տոշնի։ Մեր ջան, ուզում եմ ասեմ, որ մենք մի քանի վայրկյանից ենք հանդիպելու, ես պարտվել եմ, ես պատժվելու եմ, բայց մեր հաղորդման պատիժը շատ հավես ու հետաքրքիր պատիժ է, մի քանի վայրկյանից կհանդիպենք ու արդեն կպատժվեմ ես։ MyMobi-ում ձեր հին սարքը կարող է դառնալ նորի սկիզբը։ Փոխարինիր հինը նորի հետ եւ ստացիր շատ շահավետ առաջարկ։ MyMobi, որտեղ կապը ուշադիր սեր է դառնում։ Ճոգիկ։ Դե ինչ պատժի ժամանակն է, ես եմ պարտվել, մենք բարի պատիժներ ունենք, այսօր մեր պատժի գործընկերը, մեր գործընկեր Coffee Craft-ն է, մենք խաղալու ենք մի իրավիճակ, ինձ ասացին, թե ինչ իրավիճակ է, ես քեզ ներկայացնեմ, դու լինելու ես հաղորդավար, ես հյուրը, ես չգիտեմ իհարկե ով եմ, դու ինչ հաղորդավար ես, մենք տեքստին կծանոթանանք միանգամից կարդալով, ու որտեղ գրված է գովազ, ես պետք է այդտեղ սենց սաուն կերպով մեր գործընկեր Coffee Craft-ի այս մրգային միքսը փորձեմ տեղավորել։ Պատրաստ ես, հա։ Հաղորդավարից է սկսում, խնդրում եմ, տեղափոխվում ենք, ինչ-որ հաղորդման տաղավար Մերջան սկսի։ Բարև ձեզ, իմ սիրելի ունկնդիրներ, սկսում ենք մեր հարցազրույցը անտանելի քիչ մասաներում հայտնի երգիչ Սամսոն Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, Սամսոն։ Բարև ձեզ, հարգելի վարող, արդեն լաց եմ։ Չէ, ես կասեմ, առաջին հարցը որքան ժամանակ է, որ զբաղվում եք երգով։ Հա, ես երգով զբաղվում եմ արդեն մոտապես 10-15 րոպե, բայց արդեն դրել եմ իմ հենավերգը համալիր։ Բայց համալիրի դիմաց պարկովկայում համերգ դնելը համարվում է համալիրում համերգ, հա։ Այո, մեր ինչու ոչ, այնտեղ շատ փոքր տառերով գրված է պարկովկայում։ Իմ ավտոին հենց կպած։ Իսկ ձեր նոր երգում դուք ակնհայտ գովազդ եք անում, որ խնդրեմ կպատմեք այդ երգը, կկատարեք այդ երգը։ Չէ, մեր ջան, երգի մեր չէ, մի վագ։ Երգի մեջ ընդհանրապես գովազդ չկար, հիմա կատեմ կհասկանաք, որ մի երգը էսպես էր։ Ես սիրում եմ իմ սիրուն, ես սիրահարված եմ իմ սիրուն ընկերուհուն, նոր մի օր տանելու եմ Coffee Craft-ի մրգային միքս հյուրասիրելու։ Ես չեմ հասկանում, տեղ որտեղ են գովազդ տեսեմ արդիկ։ Շատ լավ, այո, вообще գովազդ չկար ընդհանրապես, հաջորդ հարցը ինչպես է անցել ձեր մանկությունը։ Դե իմ մանկությունը անցել է։ Կխնդրեմ նույնը լացով ասել, հա։ Դե իմ մանկությունը շատ լավ անցել։ Ունեցել եմ ինձ սիրող ծնողներ, որոնք ինձ երջանկացել են, մենք շատ հարուստ ենք եղել, փողին փող չենք ասել, անհոգ մանկություն եմ ունեցել։ Լավ, իսկ լինելու են նոր տեսահոլովակներ։ Այ իմ առաջին տեսահոլովակը պետք է նկարվի, ուղղակի մի փոքր տեխնիկական խնդիր կա, լավ նկարող հեռախոս ոչ մի ձև չեմ կարող գտնել։ Խանութներում կա իմ տվյալներով։ Այն ձերն այդպես ասել, բայց չեմ ատում, գիտես, սա խափում են ինձ։ Մեր հաղորդումը հուրախություն բոլորի ավարտվեց։ Ձեր վերջին խոսքը կարող եք ասել մեր դիտողներին, ձեր խոշոր պլանը։ Ես ցանկանում եմ ասել, որ Coffee Craft-ի բանը մրգային միքսը ինքը թարմացնող շատ թարմացնող լավ բան է, բայց անկեղծ գովազդ չի, ես չգիտեմ ոնց են գովազդեսի համարում, գովազդ չի ժողովուրդ ջան, իդեպ իմ նոր ալբոմում մանրամասն արձակել եմ նաև սուրճերի տեսականում։ Դե ինչ, մեր հյուրներ փոքրատարով երգիչ Սամսոն Գրիգորյանը, ում հուսանք կյանքում այլևս երբեք չենք տեսնի։ Մեր ջան, շնորհակալություն, մերսի շատ, որ այսօր ժամանակ գտար եկար մեզ մոտ, մենք միշտ ուզում ենք հարցնենք նաև թե մեր հյուրերը մոտ ապագայում մարդիկ, ովքեր որ սիրում են, հետևում են գործունեության, ինչ սպասեն։ Ինտերվյուներն է շարունակվում, նոր բաներ։ Ինտերվյուները շարունակվում են, նոր նախագիծ ունենք, որը ինձ թվում է, ում պատմել եմ, հեսա եթերից հետո քեզ էլ կպատմեմ, որովհետև իմ համար հայկական YouTube-ի առաջատարների կարծիքը շատ կարևոր է, ում դեռ պատմել եմ, բոլորը կարծում են, որ ֆանտաստիկ բան է, նախագիծ է լինելու, այդ ես օթանավի մեջ եմ այդ գաղափարը եկել, ինքնաթիռի մեջ է գաղափարը եկել, ու այդ գաղափարով շատ ողջավորված եմ, շատ ինձ թվում է լավ է լինելու, այդ գաղափարի վրա ենք աշխատում, որ իրականացնենք, դա հարցազրույց խաղ է YouTube-ի համար, ու վարելու ենք ես եւ Արա Ղազարյանը։ Օ, շատ հետաքրքիր է։ Ես մանրամասներ մի քիչ հետո կիմանամ։ Մերսի շատ, որ դու էլ ինձ հարցեցիր ինչ նորություն կա, ասեմ։ Նորություն կա։ Ասպասելի հարց։ Դե մեր ջան, բոլոր այն մարդիկ, ովքեր որ ուզում են գալ իմ ստենդափին, Տոմսերի լինքը ներքևում դրած է, հետընտրական գրիգ։
Այսպես է նոր ստենդափի դեպի ես հրավիրում եմ։ Սիրով երբ Հունիսի 15-ին մոտ։ 15-ին ստեղ չեմ, 14-ին թռնում եմ, բայց դրանից հետո էլի հետ եմ գալի։ Հա, էլի հետ եմ գալիս, որ գնում եմ հանգստի մի քանի օրով։ Հետ ընտրական գրիկ, եթե հոգնել եք քաղաքականությունից ու ուզում եք լսել քաղաքականության մասին, եկեք իմ ստենդափին։ Մերսի մեր ջան, մերն էր այսօր մեզ մոտ ծափահարություններ, մեր ջան, ծափահարենք նաև Գրիգին, շատ ուրախ եմ, որ եկա ձեր հաղորդման հյուր։ Ինձ իսկականից էս առանց կատակի շատ զարմացրեց, հաճելիորեն զարմացրեց քո արագ արձագանքելու ունակությունը։ Միշտ ես դա շատ եմ գնահատում ու մտածում եմ ով կարար երեկոյան շոու վարել մերոնցից, որովհետև օրինակ Ուրգընտի դեպքում կամ Ջիմի Քիմմելի դեպքում այդ շատ կարևոր է այդ արագ արձագանքելը։ Հիմա համոզվեցի, որ դու կարաս վարես։ Բանարած բանան եմ էլի ես։ Okay, գնացի։ Իմանու դու էլի այդ YouTube-ներում բաներում։ Ես էլ մերին եմ անկեղծ շնորհակալ, որովհետև ես այնքան եմ ուրախանում մարդկանց, ովքեր YouTube-ը Հայաստանում զարգացնում են, որովհետև այդ շատ լավ բան է։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։ Այո, մերսի շատ, ստեսում, բարի գիշեր։ Zangira sen